Այսօր ես կուսումնասիրեմ և ձեզ կպատմեմ այն խաղերի մասին, որոնք չեն պահանջում դուրս գալ համացանց, չեն պահանջում շատ դժվարություններ և նրանք շատ հարմար են երկար ճամփորդությունների և ճանապարհ ընկնելու համար։ Այսօր ես ձեզ կպատմեմ top 10 խաղերի մասին, որոնք ինքս ես սովորաբար ճանապարհորդություններ ընկնելու ժամանակ ներբեռնում եմ և խաղում եմ։ Առաջին խաղի անվանումը 2048 է։ Հիմա դուք կհարցնեք, թե ինչի անունը 2048։ Պահանջը շատ հեշտ է։ Այնտեղ կան տարբեր չափսերի քառակուսիներ։ Նրանց վրա նշված են տարբեր թվեր՝ 2, 4, 6, 8։ Մենք այնքան ժամանակ պետք է միացնենք այդ թվերը, որպեսզի ստացվի 2048 թիվը։ Թվում է, թե շատ հեշտ է, շատ հետաքրքիր չէ, սակայն փորձեք մի անգամ խաղալ, շատ արագ կախվածություն առաջացնում և միանգամից կսիրահարվեք այդ խաղին և կուզենաք անդադ խաղալ։ Իսկ այս խաղի անվանումը դարդս է։ Մենք լսել ենք դարդս, որը սեղանի խաղ է, սենց ասած, և որոշ մարդիկ ունեն իրենց տներում այդ խաղը։ Դա կարելի է խաղալ նաև հեռախոսից։ Այո, հեռախոսից և մեր պահանջներն են, որպեսզի մենք հնարավորինս ավելի ճիշտ ուղղությամբ գցենք նետը, որպեսզի այն կպնի որքան հնարավոր է կենտրոնում։ Խաղը առանց համացանց մտնելու միայն կարող ենք խաղալ ռոբոտի դեմ, կարող ենք նաև մենք ինքներս խաղալ, որպեսզի արդեն լավ կարողանանք անել, սակայն մենք նաև կարող ենք խաղալ իրական մարդկանց դեմ, սակայն դա արդեն համացանցի միջոցով։ Երրորդ խաղը 7-րդ տեղում, դա այսպիսի անվանում ունի՝ դարձիր փայտագործ, ստեղծագործիր և առարկաներ ստեղծիր։ Խաղի իմաստը հենց այդ է։ Մեզ տալիս են մեծ հաստությամբ փայտ և տալիս են գործիքների հնարավորություններ։ Այդ գործիքներով մենք կարող ենք փայտը դարձնել մի որոշ առարկա։ Դա կարող է լինել առարկա, ինչ-որ նկար և այլ բաներ, սակայն ամենալավը այն է, որ գործիքները կարող ես դու ոչ թե իրական գումարով գնել, այլ ընդամենը գովազդ նայելուց ստանաս այդ գործիքները, սակայն առանց համացանցի դու ստանալու ես ընդամենը մի գործիք, որի միջոցով կարողանալու ես պատրաստել շատ առարկաներ։ Հաջորդ խաղը 8-րդ մասում է։ Խաղը բավականին շատ հայտնի է, բոլորը գիտեն այդ խաղը ինչ թվում է և իրենց կյանքում գոնե մի անգամ ներբեռնել են իրենց հեռախոսում, բայց ինչևէ խաղը շատ պրիմիտիվ է, էլի եմ ասում, շատ հեշտ է, պետք է ընդամենը ուտես փոքրիկ կլորակներ, որպեսզի օձը մեծանա։ Մեծ դաշտ է, որի մեջ դու շրջում ես մյուս օձերի հետ և ուտում ես գնդիկներ, որպեսզի մեծանաս, սակայն կարող ես բախվել ուրիշ օձերի, ինչի միջոցով դու կամ կպարտվես, կամ ինքը կպարտվի և դու կուտես իր մեծ գնդիկները։ Ասեմ, որ խաղը առանց համացանցի նույնպես դու խաղալու ես ռոբոտների հետ, իսկ արդեն համացանցում դու խաղալու ես իրական մարդկանց հետ, նույնպես նաև կարող ես քո ընկերոջ հետ այնպես անել, որպեսզի խաղաս։ 6-րդ տեղում մի խաղ է, որտեղ քեզ տալիս են հարցեր, տարբեր հանելուկներ, տարբեր առաջադրանքներ, որ դու պետք է լուծես։ Դա ավելի շատ ուղեղը մարզելու համար խաղ է։ Սակայն նույնպես շատ հետաքրքիր է, որովհետև չգիտես, թե ինչ է սպասվելու քեզ հաջորդ հանելուկում։ Ասեմ, ինչքան դու բարձրանում ես քո լեվելները, այդքան դժվարանում է հանելուկները, առաջադրանքներն ու հարցերը։ Սակայն եթե դու չես կարողանում լուծել այդ առաջադրանքը, չգիտեմ,
դու կարող ես դիմել ինչ-որ մի օգնության։ Այդ օգնությունը նույնպես կարող ես դիմել գովազդի միջոցով, նա քեզ ինչ-որ մի հուշում կտա, իսկ դու կփորձես այդ հուշումի միջոցով այդ առաջադրանքը լուծել։ Իսկ այս խաղը իրական վարորդների համար է։ Եթե դու սիրում ես մոտոցիկլետներ վարել, ապա այս խաղը իսկական քո համար է։ Քանի որ այնտեղ դու ճանապարհ ես ընկնելու մոտոցիկլետով, որտեղ գնալու ես շատ բարձր արագության տակ եւ ճանապարհի հետ նաեւ քո հետ լինելու են շատ ավտոմեքենաներ եւ ավտոբուսներ եւ այլ մեքենաների տեսակներ։ Քո պահանջն է հասնել ֆինիշին առանց բախվելու ոչ մի ավտոմեքենայի որոշ ժամանակի ընթացքում։ Կարող ես ընտրել նաև եղանակը, անձրև գա, արև լինի, նաև կարող ես ընտրել ժամանակը, առավոտ, ցերեկ, գիշեր, դա ընդհանրապես քո ընտրության տակ է։ Ասեմ ձեզ, որ ֆինիշին հասնելով ձեզ տալու է խաղային գումար, որի միջոցով դու կարող եք գնել ավելի ուժեղ, ավելի հզորացված մոտոցիկլետ, որի միջոցով նույնպես կարողանալու եք ավելի արագությամբ ճանապարհ ընկնելու։ 4-րդ տեղում դուք լսած կլինեք Subway Surfers խաղի մասին, որտեղ մարդը փախնում է այն պատճառով, որ նկարում է պոեզդի վրա։ Այդպիսի խաղը նույնպես կա, սակայն այնտեղ դու փախչում ես գոմեշներից, քանի որ քանդել ես իրենց քարանձավը։ Այնտեղ կան տարբեր պոզիցիոններ, որտեղ ճանապարհը քանդած է, դու պետք է թռնես, դրված են ախտեր, որտեղ դու պետք է շրջացնես դրանք։ Շատ հետաքրքիր է, նույնպես ժամանակը սպառեցնում է, կարելի է ասել նա համացանց չի պահանջում, քանի որ այդ խաղը ստեղծված է հիմնականում այն համար, որպեսզի մարդիկ խաղան այդ խաղը առանց համացանցի։ Երկրորդ խաղում այս անվանումը կրող խաղ է, որտեղ դու կառավարում ես այսպես ասած շշով, նա պետք է թռնի տարբեր առարկաների, տան առարկաների վրայով, այսինքն լվացքի մեքենա է դրված, սեղան է դրված, աթոռ է դրված, իսկ սեղանը դրված է օրինակ պահարանի վրա։ Դու պետք է սխմես էկրանին եւ այնպես անես, որպեսզի նա թռնի մոտակա առարկայի վրա եւ այնպես այնքան մինչեւ դու հասնես ֆինիշի։ Այնտեղ նույնպես քեզ ֆինիշում տալիս են խաղային գումարներ, որի միջոցով դու կարող ես ընտրել շշի դիզայնը, աշխարհների տեսակները եւ առարկաների տեսակները։ Շատ հետաքրքիր է, ես եմ խաղում այդ խաղը ճանապարհ ընկնելիս։ Երկրորդ խաղում մի խաղ է, որտեղ գոյություն ունեն ձեր ինձ թվում է բոլոր սիրված ձեր սիրելի երգերը, որտեղ դու դնում ես այդ երգը, քո մոտ գալիս է գնդիկ, այն հնարավորություն ունի նրա գույնը փոխելու, դեղին, կապույտ կամ կարմիր։ Դու անցնում ես փորձություններ, խոչընդոտներ եւ այնտեղ կան տարբեր գնդիկներ նույն գույնի։ Եթե դու այդ քո գնդիկով, որ օրինակ դեղին գույնի է, կպնում ես կարմիր գնդիկի վրա, դու պարտվեցիր, իսկ եթե դու կպնում ես դեղին գնդիկի վրա, նշանակում է դու անցար խոչընդոտը։ Ճանապարհի ժամանակ կարող է լինել նաև քեզ առաջարկներ, որտեղ դու կարող ես փոխել գույնը, որպեսզի հեշտացնես ճանապարհի ուղին։ Իսկ առաջին տեղում իմ մտածելակերպով ամենա խաղն է, որովհետև եթե դու խաղում ես երկար ու չես բարձրում, դու կարող ես այդ խաղը խաղալ անվերջ ու այդ անվերջությունը քեզ ավելի է ասենց ասած մոտիվացնում, որ դու շարունակես խաղը։ Ինչ է խաղը պահանջում։ Խաղը մեզնից պահանջում է, որ մեզ տալիս է տարբեր չափսերի տարբեր չափերի մասեր, որը մենք պետք է շատ զգուշաբար դնենք քառակուսու վրա։ Եթե մենք անզգուշաբար դնենք, նա կարող է կամիջնել քառակուսու վրայով
կամ չդրվել քառակուսու վրա եւ դրանից մենք պատրում ենք այդ լեվելը, բայց ելի եմ ասում, եթե դուք շատ եք անցնում, խաղը ձեզ ամեն անգամ դնելով տալու են նոր քառակուսիներ ու դուք դրանից հետո դուք կարողանում եք անվերջ անգամ դնել, եթե ոչ մի լեվելը չեք պարտվում։ Դե ինձ թվում է, որ այդ խաղերից դուք մեկ կընտրեք կամ ճանապարհորդության համար ձեզ մեկի դուր կգա եւ խաղաք։ Սակայն ուզում եմ ասել, որ իմ թվարկած բոլոր խաղերները շատ հետաքրքիր են, հեշտ են, չեն պահանջում համացանց մտնելու կարիք եւ դուք կարող եք խաղալ երբ ուզում եք եւ ինչ ձև ուզում եք։ Դե ինչ, այսօրվա համար այսքանը։